Իմ մոտ տպավորությունն է, որ ինչ-որ մարդիկ ես տեղցի, ես բերքի հարցը դարձել են քաղաքական հարց։ Եվ ներողություն։ Սպասեք, Հələ մի վարքյան։ սպասի լսենք ախպեր մարդու հարցը։ Ու իրանք փորձում են հասարակ մարդկանց, հասարակ գյուղացուն, որ իր գործը գյուղատնտեսությունն է, օգտագործական կեղտոտ մխտար խաղերի մեջ։ Վերջացրի ցավը։ Իմ մոտ այդ տպավորությունն Որությունա մերգը հարցի լուծում չկա ախպերես, ապրանքն մարդ չի, որ ասենք գիտակցի, հարցի լուծումը կա։ մի րոպե, գիտակցի, որ այսօր չընկնի ծառից վաղը կգնի։ Շատ լավ, մի վարքան։ Մենք շաբաթ օրը ներողություն։ Պետը զանգել է ինձ, ասել է գյուղացին, ոնց որ խնդիր ունի։ Ոնց որ չէ, Պոլնի խնդրի տակ է։ Խնդիր ունի, ուզում է այս թեմայով հանդիպում մարզպետի հետ, համայնքի ղեկավարի հետ, որ Մեբարքյան եղբայր խոսում եմ, ինչ ում դիմեք, մեզ դիմեք, դիմել եք, մենք էլ խոսում ենք։ Ուզում են հանդիպեն ձեր հետ, որ հասկանան այս հարցը լուծելի հարց է, անլուծելի հարց է, քաղաքակիրթ ձևով լուծեն, անքաղաքակիրթ ձևով լուծեն, մենք ասել ենք, որ ժամը 12:30, այսինքն հմի, կգանք ջուղ, կնստենք իրար հետ, ձեզ կպատմենք ինչ ենք արել, եթե ձեզ դա չգոհացնի, մենք իրար հետ կգցենք, կբռնենք, կհասկանանք, հարցը ոնց լուծենք։ Դուք ասել եք, որ չի աղբեր, մեզի ոչմ չի լինի, ելել եք, ճամփա եք փակել։ Որ մտել եք, Իմաստը որն է ճամփա փակելու։ Բան փոխվել է։ Ջոթել է գյուղընտես, Եք երթո, որ հասկանանք ինչ եք։ Կանջացի խոսա, բան փոխվել է։ Դե խոսած եք ախպերես։ Ինչ փոխվել, ով ասում, ի՞նչն է փոխվել։ Երկու հարց եք։ Խոսացեք, հետո մենք կխոսանք։ Սպասեք, լսենք։ Այսինքն մեր գալը աննպատակ է, ես էթամ, թե մնամ։ Կամքը ձերն է։ Չէ, հիմա ժողովուրդ, դուք ասում եք, գործ ունենք ձեր հետ, ասում եք գանք մարզպետարան ճամփա փակենք, գալ ասում եք կարիք չկա։ Ասում եք գանք մարզպետարան ճամփա փակենք, գալ ասում եք կարիք չկա, մենք ձեզնից մեկն ենք։ Вообще, այսքան ժամանակ ոչ մի նամարա Այսինքն, այդ դեպքը չի սպասում, մի շաբաթ հետո այդ հարցը լուծել։ Չէ, հեսա դա այստեղ։ Ֆուրը եկեք այնել 100 դրամով, ասում է տվեք գնձի դեղցը 100 դրամով։ Չէ, հեսա դրանք մի շաբաթ է դեղցը չի սպասում ծառի վրա, ասել է, 100 դրամով տանի։ Գիտեմ, քեզ դրում այս դեղց չեմ տեսել։ Ասում ես մի շաբաթ չի, ամբերի Մի շաբաթ չեմ ասում եմ մի ժամ։ Դուք ժամը 10-ին զանգել եք մեզի, ասել ենք 12:30 մարզպետը գրեսում է։ Այս ժամը 10-ին զանգել եք մեզի, ասել ենք 12:30 մարզպետը գրեսում է։ Այսօր 12:30 մարզպետը գրեսում է։ Այսօր 12:30 ասել են գգա մարզպետը ստե ձեզի իրավիճակը կներկայացնի։ Մի ժամ չեք համբերել, ի՞նչ եք համբերել, հարցնում եմ։ Չի փոխվել բան։ Ինչ է, իր ժողովրդից կներողանա։ Գգա մարզպետը։ Բան փոխվել է գյուղացիքի Հասկացան, ես եմ եկել հանդիպում ունի դեղցի մասին հենց մի հանդիպը հարց է լուծում հենց մի։ Հենց մի հարց է լուծում դեղցի։ Եկե հասնա սապում է տագետի վրա ատել որոշած։ Չէ, սա որ է արդյունքը։ Հասկացա։ Դրա համար այս մարդը հենց մի առավոտի ցինիկով զբաղվում է։ Ներողություն։ Հիմա ես ասեմ թե էլ երկար բարակ լավ չասենք ով ինչ արեց, ով խի արեց, ով երբ արեց։ Դա իրականում բան չի փոխում այս ամեն։ Մենք հասկանում ենք, որ այս պահին հարց կա համայնքում, որը որ կարևոր հարց է, այսինքն գյուղացին ամբողջ տարին աշխատել է, բերք ունի եւ իրացման խնդիր ունի։ Հիմա մարզպետը այդ հարցով զբաղվում է էկոնոմիկայի նախարարի հետ, բան են ծրագիր են մշակել, որով այս պահին էլ հանդիպում ունի չրագործների հետ, մի մասը չրագործները կտանեն, մի մասը կարտահանվի, մի մասն էլ կբան կարվի, կմթերվի։ Այդ արտահանողը հիմա կանգնած է 2-3 կա գյուղը 100 դրամով։ Ախպեր, ես էլ եմ չրագոր։ 100 դրամով ասում է հիմա այդ գնի մոմենտն է հիմա։ Մենք 100 դրամով տանք իրան, այդ կապենք չվետի։ Հենց հիմա ես չրագով տա։ Գնի մոմենտ է, սա թող դարձրեն 200-250 տանք։ Ոչ մի խնդիր չի եղել։ Չէ, ես Դե մեզ չրագործելով կատաղեք։ Ես թվի մասին չեմ գնի պրոբլեմա ստե։ Ես տանողները կանգնած են։ Ազորված չեմ գին խոսա։ Բայց հիմա չրագործի
մթերողի, մեկ էլ տանողի հետ։ Ձեր համար հարմար պայման պետք է ստեղծվի։ Տանողին կարող է 1000 դրամ է տակ, բայց դա 100-ով է տանը մեզնից։ Մեր ինչի տալիս է Այս պայն 1000 դրամի մասին չի խոսքը։ 250 եք տալիս տանողին։ Իսկ ինքը մեզ 100-ով է տանում մեզնից։ Իշխանությունը 250 է, ես եմ լսել։ Եթե 30% Այս պայն չեմ կարող ասեմ իշխանություն։ Ես լսել եմ էկոնոմիկայի նախարար ասել 250։ Բայց հարցի լուծման միակ տարբերակը տանողին, այսինքն չրագործին, Ինչ հարցի լուծում։ մեկ էլ Թող գյուղացուն տան։ մթերողի 250-ը թող գյուղացուն տան։ 200 տան, էլ 50 էլ պետք չի։ Մեկ էլ արտահանողին սուբսիդավորում են, որ ապրանքը գետին չմնա։ Այդ արտահանողն է սպեկուլյացիայով զբաղված։ Գալիս է մեզից 100-ով առնում, հա։ Տանի սաման անցնեյան դատարկի գա 150 դրամ ավել աշխատի դնի ջեպը։ Բայց ով ասում 100-ով ատանում է։ Հետ հիմա 100 դրամ։ Հասկացա։ Դարի գնան գյուղ։ Դրա համար տես ինչ են անում։ Հիմա մենակ ներողություն, հիմա մենակ արտահանողին։ Լսի, ձեր անունը ո՞նց է։ Հովանես ջան, հիմա մենակ արտահանողին են տալի սուբսիդիա։ Այսինքն մենակ արտահանողին են պատկեր։ Հիմա արանքը ուզում են մտցնեն չրագործին, որ շուկայական հարաբերություն ստեղծվի, ոնց օրինակ պամիդորի մասով էր, որ գինը բարձրանա։ Ես վստահ եմ, որ այս պայն պետությունը, էկոնոմիկայի նախարարությունը, մարզպետը ոնց անեն ճիշտ քաղաքականություն է վարում։ Հիմա այս պայն հենց անեմ, որ գյուղացուն արտահանողի հետ կոպիտ ասած ածին չթողի, որ արտահանողը չկա ասի ածին ենք այդ արտահանողի։ մի դրա համար եմ ասում։ Մականնացը ասում է էսա գինը։ Կտաս դուր չես տա մի։ Հենց հիմա խոշոր չրագործների հետ մարզպետը հանդիպում է։ Հանդիպի վերջացնի էկոնոմիկայի նախարարության հետ այս հարցը քննարկեն վերջացնեն, հարցը հաստատ լուծվելու է, չի կարա չլուծվի։ Ես մի հատի ատեմ ունենա։ Ես այդ հարցը, ես ձեր համայնքի ղեկավարն եմ։ Ես ձեր համայնքի ղեկավարն եմ։ Քո պրոբլեմը իմ պրոբլեմն է։ Հա։ Ես որ լսա ախպերական էլի։ Հատես մի ասա չէ։ 100% հա։ Ես իմ պահվածքով ցույց եմ տվել հետի։ Դու չես կարող ասես չէ։ Ես ասում եմ հա։ Քո պրոբլեմը իմ պրոբլեմն է։ Երբ որ սրանից երկու առաջ հələ ախպեր կային է դու գնա քո հարցերը լուծա սպասի ախպոր պես։ Երկու առաջ սրանից երբ որ Խանջանես հարցը բարձրացրել է 10 րոպե մարզպետը տեղը նստած չի մնացել։ Հենց ասել են որ Խանջանում սենց խնդիր կա ու Խանջանցին ուզում է քեզի լսի թե դու ոնց ես այս հարցը լուծում։ Մարզպետը 10 րոպե հետո հենց եկել է գյուղա մեջ ժողովրդին հավաքել է, պատմել է ոնց է ու գնացել է դրանից նորից շարունակել է աշխատել։ Ես հասկանում եմ, որ հիմա ամեն մի ժամը, ամեն մի օրը կարևոր է։ Դրա համար ես առաջարկում եմ ձեզի թույլ տաք, այդ մարդիկ աշխատեն իրաց տեղում, ախպեր։ Որ հարցը լուծվի։ Որ աշխատում են ռեզուլտատ չկա։ Ինչ ես ասում ռեզուլտատ չկա, ոչ չկա։ Կա Հիմա իմ ապրանքը տապում է դրա ռեզուլտատը ո՞րն է հապել է։ Հեսա ռեզուլտատը կլի կտենաս։ Հեսա երբ ախպեր։ Շուտով, հեսա ռեզուլտատը կլի կտենաս։ Օրվա մեջ թե նորից երբ։ կխոսանք ես ու դու իրար հետ։ Օրվա մեջ թե երբ։ Հեսա կխոսանք, ձեզ դրա մասին նորից թե կտեղեկացնենք։ Հիմա դու ստույգ բան չես ասում, այսօր թե երբ։ Ստույգ բան չեմ կարող ասել, ո՞ց ասեմ։ Ստույգ բան, այս ծառը ես չեմ կարող ստույգ բան։ Ստույգ ինչ պատասխան ես ակնկալը։ Որ ինչ կարալի վաղ առավոտ իմ գլխի գալիքը։ Հանգիստ հերթով տղեկ։ Հիմա ես ունեմ 15 տոննա դեղս, հիմա տակը թափած 3 շարժարով դիավակե կա, մի չրագործ, որին դրասի չընտրեցի։ Հիմա այսօրը չհավաքեցի, վաղնը չեմ հավաքելու։ Կա գնահատող այդ դեղս եղածը թափած տակը չկա։ Կներեք խոսքդ կրեմ մի բան ես ասեմ, ու մի դիար ճիշտ հասկանա։ Հիմա իմ եղած հիմա թափում տակը ամեն ժամ, արդեն երկրորդ հավաքը չեմ արել, այսօր երրորդն է։ Հիմա այդ դեղսին գնահատականը պետք է լինի խոսքի օրինակ 150 դրամ, թող գնահատեն 150 դրամ։ Եթե չեն գնահատելու վաղը, այսօր վաղը, էլ մենք չունենք հավաքան, անձամբ ես ունեմ դիմում բողոք գրեմ, ուղարկեմ ձեզի։ Լսի, Բերեք, ամուսին որ նայեք այդ հարցը կքննարկենք։